Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու երկրորդ գիրք, երրորդ գլուխ։ Սավուղի դան ու Դավիթի դան միջև երկայն պատերազմ եղավ։ Դավիթ հետսեդե գզորանար, բայց Սավուղի դունը հետսեդե գդգարանար։ Դավիթի որդիները։ Քեբրոնի մեջ որդիներ ծնան Դավիթի։ Անոր անտրանիգը Ամնոններ, Հեզրայելացի Աքինոամեն ծնած։ Անոր երկրորդը Քիլապներ, Գարմելացի Նապաղի գնոջմեն Ափիկիային ծնած։ Երրորդը Ափիսողոմներ, Քեսուրի թագավորին Թոլմիի աղջիկին Մաակայի որդին։ Չորրորդը Ադոնիան էր, Ակքիթի որդին։ Հինգերորդը Սապադիան էր, Ափիդալի որդին։ Վեցերորդը Հետրամն էր, Դավիթի գնոջմեն Եգղայեն ծնած։ Քեբրոնի մեջ ասոնք ծնան Դավիթի։ Քանի Սավուղի դան ու Դավիթի դան միջև պատերազմ կար, ափեններ Սավուղի դան թիգունքներ։ Սավուղ հարճ ուներ, որուն անունը Ռեսպա էր, եւ Այայի աղջիկն էր։ Հեփուստե ափենների եսավ. ինչու մտար իմ հորս հարճին։ Ափեններ գմիանա Դավիթի։ Ափեններ Հեփուստեի խոսքերուն համար չափազանց փարգացավ եւ ասավ. Միթե ես շունի գլուխ եմ, որ այսօր Հութայի թեմ գարեկցությամբ վարվեցակ ու հորդ Սավուղի դան, անոր եղբայրներուն ու բարեկամներուն հետ, եւ քեզ Դավիթի ցերկը չմատնեցի, ու դու այսօր զիս կմեղադրես այս կնոջ համար։ Աստված ափենների այսպես եւ ասկե ավելի են է, եթե Դավիթի չնեմ ինչ որ դեր անոր երթում հրավ։ Թագավորությունը Սավուղի դունեն վերցնելով ու Դավիթի քահը Իսրայելի վրա եւ Հութայի վրա հաստատելով, թանեն մինչեւ Պերսապե։ Հեփուստե անգամնալ չգրծավ ափենների պատասխանել, քանի որ անգե գվախնար։ Ափեններ իր գոմեն Դավիթի պատգամավորներ ղրգեց ասելով. այս երգիրը որունն է։ Նաեւ ասավ. ինձի հետ թաշին կնքե, եւ ահա իմ ցերկս քեզի հետ պիտի լա ամբողջ Իսրայելը քեզի դարձնելու համար։ Դավիթ ասավ. լավ, քեզի հետ թաշին կգնքեմ, բայց քեզմե մեկ բան կպահանջեմ։ Իմ երեսս պիտի չտեսնես, եթե Սավուղի աղջիկը մեղքողը ինձի չբերես, երբ իմ երեսս տեսնելու կաս։ Դավիթ Սավուղի որդիին Հեփուստեի պատգամավորներ ղրգեց ասելով. դուր ինձի իմ գինս մեղքողը, որուն նշանվեցա փղշտացներու 100 թլիփով։ Հեփուստե մարդ ղրգեց ու զայն իր ամուսինեն Լայիսյան Փաղդիելեն արավ։ Իր ամուսինը իրեն հետ մինչև Փավուրիմ գնաց, իր ետևեն լալով գերտար։ Հետո ափեններ անոր ասավ. գնա վերադարձիր, անալ վերադարձավ։ Ափեններ Իսրայելի երեցներուն հետ խոսեցավ ասելով. նախաբես գուզեիք, որ Դավիթ ծեր վրա թագավորը լա, ուրեմն ըրեք հիմա, քանի դերը Դավիթի մասին ասավ. իմ ծառայիս Դավիթի ցերկով պիտի ազատեմ իմ ժողովուրդս Իսրայելը փղշտացներուն ցերկեն եւ անոր բոլոր թշնամիներուն ցերկեն։ Ափեններ նույն խոսքերը Բենյամինի ագանչներուն ալսավ։ Հետո ափեններ Քեբրոն գնաց, որբեսի Դավիթի ագանչներուն ալ հաղորդե ամեն ինչ որ Իսրայելի ու Բենյամինի ամբողջ դան հաջելի գտվեր։ Ափեններ Քեբրոն գնաց Դավիթիկով իրեն հետ 20 մարդ ունենալով։ Դավիթ ափենների եւ անոր հետ եղող մարդոց խնջույք կրավ։ Ափեններ Դավիթի ասավ. «Բիդի գանկնիմ երթամ եւ ամբողջ Իսրայելը իմ դիրոջս թագավորին քով հավաքեմ, որբեսի քեզի հետ թաշին կնքեն ու սիրտիդ ամբողջ փապակածին վրա թագավորես»։ Դավիթ ափեններ ուղարկեց անալ խաղաղությամբ գնաց։ Ափեններ կսպաննվի։ Ահա Դավիթի ծառաները եւ Հովաբ ասպատագութենե վերադարձան ու իրենց հետ հույս շատ ավար բերին։ Ափեններ Դավիթի քով Քեբրոն չէր։ Արտարև Դավիթ զինք ուղարկեր էր եւ ինք խաղաղությամբ կացեր էր։ Երբ Հովաբ ու անոր հետ եղող ամբողջ զորքը եկան, Հովաբի պատմեցին. ներյան ափեններ թագավորին եկավ, անալ զինք ուղարկեց ու խաղաղությամբ գնաց։ Այն ադեն Հովաբ թագավորին գնաց եւ ասավ. ինչ ըրիր, ահա ափեններ քեզի եկեր է, ինչու զայն ուղարկեցիր որ երթա։ Դու չես գիտեր թե ներյան ափեններ քեզ խապելու, քու ելքդ ու մուտքդ հասկանալու եւ ամեն ըրածդ գիտնալու համար եկավ։ Երբ Հովաբ Դավիթի կովեն ելավ, ափենների ետևեն պատգամավորներ ղրգեց, որոնք զայն Սիրայի չրհորեն վերադարձուցին, բայց Դավիթ չէր գիտեր։ Երբ ափեններ Քեբրոն վերադարձավ,
Հովապ զայն թրան մեջ մեկ գոմ քաշեց անոր հետ ծածկապար խոսելու համար ու զայն հոն սնագուշտեն զարգավ իր եղբոր ասայելի արյունի վրեժը առնելու համար եւ ան մեռավ Դավիթ հետո լսեց ու ասավ ես եւ իմ թակավորությունս ներյան ափենների արյունեն հավիդյան ամբարդ ենք դիրոջ արչեւ Հովապի գլուխին վրա ու անոր հոր ամբողջ դամ վրա թող հասնի եւ Հովապի դունեն սերնագատ փորոդ ծուբի գրտնող սուրով ինգող ու հացի գարոտ չբաքսի Այսպես Հովապ եւ անոր եղբայրը ապեսա ափենները մերծուցին քանի որ ան իրենց եղբայրը ասայելը բادرազմի ժամանակ քափավոնի մեջ մերծուցեր էր Ափեններ գտաղվի Դավիթ Հովապի եւ անոր հետ եղող ամբողջ ժողովրդին ասավ Ձեր հակուսները ները բادرեցեք քուրց հակեք ու հեծեցեք ափենների արջևեն Դավիթ թագավորը թագաղին յետվեն կնաց ափենները Քեբրոնի մեջ թաղեցին թագավորը ցայնը բարձրացուց եւ ափենների գերեզմանին վրա լացավ ամբողջ ժողովուրդն լացավ թագավորը ափենների վրա ողբաց եւ ասավ Միթե ափեններ այնպես մեռավ ինչպես անսկամ մարդ մգմերնի քու ցերկդ գաբված չէին քու ոտքերդ բղինցե շղթաներու մեջ թրված չէին անօրեններուն արչև ինգողիմը բես ինգար ամբողջ ժողովուրդը վերստին անոր վրա լացավ Մինչ դակավին ցերեգեր ամբողջ ժողովուրդ եկավ որ Դավիթի հաց կերցնե բայց Դավիթ երթում ռավուսավ Աստված ինձի այսպես եւ ասկե ավելինն է եթե արևին մայր մտնելեն առաջ հաց կամ ուրիշ բամը համդեսեմ Ամբողջ ժողովուրդը ուշադրություն դարձուց ու ասիգա իրենց հաջելի եղավ ինչպես թագավորին ամեն առածը ամբողջ ժողովրդին հաջելի էր Այդ օրը ամբողջ ժողովուրդը եւ ամբողջ Իսրայելը հասկացան թե ներյան ափենների մերծվիլը թագավորին գամքով չէր Թագավորը իր զարաներուն ասավ Չեք գիտեր թե այսօր Իսրայելի մեջ մեծ զորաբեդ մի ինգավ Ես այսօր դգարեմ թե վետ թագավոր օծվեցա իսկ այս մարտիկը Շարուհյայի որդիները ինձի համար թաժան են դեր հադուցան է ճարիք կորձողին իր ճարության համեմատ Փառքեզ դեր Աստված մեր Ամեն